Գյումրիում դեռևս 4000-ից ավելի անօթևան ընտանիքներ կան, ովքեր 22 տարի ապրել եւ շարունակում են գոյատևել տնակներում։ Ավտոկայանի տնակային բանավանում մոտ 700 տնակ է տեղադրված։ Թաղամասում բնակվում են հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներ։ Երկրաշարժից հետո այստեղ իշ 4 հոգանոց ընտանիքով արդեն 22 տարի ապրում է տիկին Ռիտան։ 22 տարի։ Եղանակն է լավ չէ, ցուրտ է։ Սարոշարը բավրին, ենքան որ հա, կատած է, սաղուրած, չռագը լուսամբից։ Տեղումներից հետո, ինչպես գրեթե բոլորի տնակները, այնպես էլ տիկին Ռիտայի տնակը հեղեղվում է անձրևաջրերով։ Տնակում ապրելն այլևս անհնար է, պատմում է բնակչուհին։ Երկրաշարժի ժամանակ կորցրել է մեկ սենյականոց բնակարան։ Չնայած նորակառույց մուշ 2 թաղամասում ստացել է բնակարան, սակայն չի շտապում տեղափոխվել, քանի որ լսել է բնակարաններում առկա բազմաթիվ թերությունների մասին։ 22 տարի ստե կաբրիկ, պես եղե անձերեն է կատածել է կյատպես ուրելի։ Մուշը ես քանոր է տավի մեզի արդին։ Որ կտեսնինք տետերը թապար և այլն, իմ ծուրս ավելի լավ է դոմիկս կացել, կվաչիրան։ Ահա, կվաչիրա է ստացել։ Հա ինչ են, մի լավ։ Երևից բան եղած։ Ճան թապել է ծեպոնները։ Թաց, ծեպոնները թապել են խոնապություն։ Հարևան տնակում ապրող բնակչուհին էլ պատմեց, որ ավելի շատ նախընտրում է տեղափոխվել ծերանոց, քան թե ապրել մուշ թաղամասում։ Նրա ընտանիքը բաղկացած է 5 անձից, ստացել է մեկ սենյականոց բնակարան, որից հրաժարվել են։ Տնակատերը ասում է 5 հոգով մեկ սենյականոց բնակարանում ապրելն ուղղակի հնարավոր չէ։ Մեկ սենյականոցի մեջ է հնարավոր չէ, որ մենք 5 անձով ապրենք, դոկումենտ չեն ներկայացել։ Ես յալվար եմ։ Դաժսել եմ, որ հնարավորություն չունի կդիտարեք ծերանոց։ Եղանք նաև Գրետա Չումարյանի տնակում։ 56-ամյա տնակատիրոջը, երբ հարցրեցինք, թե քանի հոգով եք ապրում այս փոքրիկ տնակում, Գրետա Չումարյանի պատասխանը այսպիսին եղավ. Մի րոպե 1, 2 8 անձով ստեղ կապրինք։ 8 անձով կապրինք այս փոքր տնակի մեջ, 14 տարուց շատ։ Սոցիալապես անապահով ընտանիք։ 8 հոգանոց ընտանիքի միակ ապրուստի միջոցը 30,000 դրամ նպաստն է, որը անգամ չի բավականացնում կոմունալ ծախսերը հոգալու համար։ Տիկին Գրետան պատմեց, որ օգնության խնդրանքով դիմել է քաղաքապետարան, սակայն մերժում ստացել։ Այսօր ընտանիքի մայրը հայտնվել է դժվար կացության մեջ։ Ստացած նպաստը 30,000-ը միայն կուտամ երեխեքի սննդին, որ երեխեքը գոյնա իրանց գոյատևեն։ 30,000-ը փող չէ։ Ոսեմ ներկա մոմենտում փող է։ 30,000-ով ոչ մի բան, լսի վարձ կուտամ։ Ստեղջերի վարձ կուտամ, ցուցակով կբերեմ կամիսոնից, նորից 30,000-ի 15,000 կեղնի, 20,000 կեղնի, կուտամ այդ կամիսոնը։ Քաղաքապետը մերժել է։ Մենք հույսինից միայն դրել ենք Աստծո հույսին։ Չենք պատրաստվում եկել, տեսինք, մինչև որ ցերեկվան մտնեմ կամիսոնը, տեսեմ կամիսոնից ինչ հարմար բան կա, երևի փլավից ուրիշ բան չկա։ Այս 3 ընտանիքների նման ապրողներ Գյումրիում շատ կան։ Նրանք շարունակում են դիմակայել կյանքի բոլոր դժվարություններին, փորձելով որոշակի չափով իրենց կյանքը բարելավել, իսկ թե որքանով է ստացվում, դժվար չէ պատկերացնել։ Փայլակ Վարադյան, Գուրգեն Գինոսյան, Գալանյուս։